Արման Ծառուկյանը Երևանում կանցկացնի հերթական մենամարտն այս անգամ մրցելով Վենում, Խավարի ասպետը եւ խելագար Մաքս ֆիլմերի աստղ բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդիի հետ։ Բրիտանացին հայտնի է նաեւ տարբեր մենամարտերին մասնակցությամբ։ Թոմ Հարդին բրազիլական ջիու-ջիցու մարտարվեստի մեծ երկրպագու է, պարբերաբար մարզվում է, ունի կապույտ գոտի եւ նույնիսկ մասնակցել է գրեպլինգի բարեգործական մրցաշարերի։ Իսկ Արման Ծառուկյանը վերջերս Երևանում կայացած գրեպլինգի մրցաշարում չհաղթեց Շարաբուլետին, թեպետ այդ մենամարտում կանոնները փոխված էին։ 6 րոպեանոց մենամարտում մարզիկներից որևէ մեկը կհաղթեր, եթե իրականացներ կոտրող կամ խեղդող հնարք։ Իդեպ Արմանը Կենտրոն հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այդ մենամարտի մասին։ Արման, ինչը խանգարեց հաղթելու համար։ Բան չխանգարեց, այս պրավիլները մի քիչ ծանր էր ինձ համար, որովհետև 6 րոպե դա շատ քիչ է ինձ համար, հետո էլ բացի աչոկներ չկար։ Աչոկորեղներ ես աչոկներով իրան տարելու է, ինքը մի բան չարեց, այն կամոր пассив կանել էր կանատներու մոտ, մի բան չէր անում։ Այդ պրավիլները ինքն է ընդրել, որովհետև որ նիչի անի։ Ինչու էիր համաձայնվել այդ դեպքում։ Գիտեիր, որ վտանգավոր է, որովհետև կարող անընդհատ փախներ։ Հա, ես տարվելու չէի, ես գիտեի դա ու երկրորդն Հայաստանում գկայի գոնա մի հատ շոու կանեի մեր ժողովրդի համար։ Արման Ծառուկյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել Չեմպիոնի հետ հաղորդման ընթացքում։ Ռուբեն Ամորինը հեռացվեց Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնից։ Կարմիր սատանաները Պորտուգալացու գլխավորությամբ հանդես էին գալիս 2024 թվականի նոյեմբերից։ 63 խաղում մանչեսթերյան գրանտը հաղթել էր ընդամենը 25 անգամ ու կրել 23 պարտություն։ 15 խաղ էլ ավարտվել էր ոչ ոքի։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Յունայթեդը 20 խաղից հետո 31 միավորով 6-րդն է եւ 17 միավորով զիջում է առաջատար Արսենալին։ Կարմիր սատանաների գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել ակումբի նախկին ֆուտբոլիստ Դարեն Ֆլետչերը։ 41-ամյա շոտլանդացի մասնագետը 2025 թվականի հուլիսից մարզում էր Յունայթեդի մինչև 18 տարեկաների թիմը։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։